Արի, կամաց դու էլ ես ինտեգրվում իմ մշտականների շարք, արի գրկեմ գնա։ Կեր, դու էլ որոշեցիր ինտեգրվել իմ մշտական կենթայիների խմբին, իբրև ինձ քիչ էր։ Իրականում, երբ որ գնում եմ ավտոտնակի մոտ, շատերն են տեսել, որ այնտեղ բազմաթիվ նաև փիսիկների եմ կերակրում։ Այս փիսիկը այնտեղից եկելավ, նստում է մեր շենքի մոտ, ուզում է, որ ես իրեն անպայման տիրություն անեմ։ Դե արի ու մի դարձի խնամակալը, ոչ թե պարզապես կերակրել, այլ խնամակալ դառնալ։ Դա բարդ գործ է իրականում։ Խնդրում եմ օգնել կատվին ստերջացնել, հրատապ է։ Խաղաղություն է, որովհետև հետնամասով եմ եկել և նրանք չեն տեսել, որ ես գալիս եմ։ Ահա, մայր ու աղջիկ, այստեղ են նստած ինձ սպասում, որդուկը հավանաբար դիմացի հատվածում։ Զաբել, չես թռնում, հանգիստ։ Զաբել, հասկացա, ես հասկացա Զաբելի, հասկացա, որ դու էլ ես ուրախ, դու էլ։ Հա։ Ուրախ, երջանիկ վազվզում են, բայց իրանք անիմաստ չեն հաճում, հեսա որդուկը կգա ու հաճոցը կդնի։ Լավ, եկեք ձեզ դասավորեմ, նոր իրան կանչեմ։ Հանգիստ։ Վերջ։ Գնացին դիմացի հատված, հավանաբար որդուկին ձայն տալու, որը եկավ։ Հասկացա։ Առանց հաչալու, արի, այնտեղ ոչ մեկ չկա, որ ասես եկել եմ, արի։ Ասա չէ, միջև չհաչամ չեմ գա, լավ դու գիտես։ Երեք տեսնենք ինչա լինում։ Հարգելի հետևորդներ, շատ դանդաղ, դժվարությամբ, բայց ապաստարանը կառուցվում է, սակայն նրանց տանել և թողնել բացօթյա երկնքի տակ չեմ կարող, դրա համար անհրաժեշտ են անգամ փակ տարածքում բներ, որտեղ նրանք կարող են մտնել անձրևին, ցրտին, քամուն։ Այստեղ, ինչպես տեսնում եք, քարուքանդ տեղեր կան, այո, նրանք դրսում են, բայց ունեն հնարավորություն մտնելու և սպառվելու։ Իսկ եթե տանում եմ և սահմանազատված ինչ-որ հատվածում են նրանք ապրում, ապա նրանց պետք է նաև բներ, որտեղ նրանք պետք է մտնեն։ Բները բավականին թանկ է։ Ասա, Զաբել, ով է ցանկանում ինձ նվիրել բուն, որտեղ ես կկարողանամ պատսպարվել, կամ Ավրորային, որդուկին։ Իրենք սովորաբար միջին չափսի շներ են, մոտավորապես որդուկը, օրինակ, մոտավորապես մինչև 15 կիլոգրամ, Ավրորան ու Զաբելը էլի մոտավորապես մի 2 կիլո այս կողմ այն կողմ։ Դու կարող ես դառնալ նրանցից յուրաքանչյուրի բնի հովանավորը, օրինակ։ Պետք է նաև սահմանազատվի հատվածը փակ տարածքի փիսոների համար, որտեղ հիմա կմտնեմ, կերեք նորից ավելացնեմ, նոր մտնեմ։ Խնդրում եմ ձեր աջակցությունը, սիրելի հետևորդներ, քանի որ առանց ձեր օգնության ես չեմ կարողանա ոչինչ անել։ Փիսոներս եմ գիտեմ, որ այս դռնից եմ մտնում և ինձ են սպասում։ 1, 2, դե գնացեք եկա սիրուններս, անցեք, սիրուններս, դե գնացեք կերեք, ջուրը կա ես գնամ, տեսնեմ ձեզ համարով բուն կամ ինչ-որ այդպիսի փակ մաչելի տարբերակ առաջարկի կամ կդառնա հովանավոր։ Լավ եղեք սիրուններս։ Փիսոներին կերակրեցի եկա, իրենք խելոք ուտում են, կերեք։ Նորից հիմա կավելացնեմ ու կգնամ։ Մեկ հատ ամենամաչելի բունը մոտ 40,000 դրամի կարգի արժե։ Հետևորդներ, մի եղեք անտարբեր, յուրաքանչյուր օգնություն շատ կարևոր է։ Ինձ մոտ իսկապես երևի մի քիչ ստրեսային վիճակ է, որովհետև հասցնել ամեն ինչը դա բարդ է։ Ուզում եմ ասեմ, որ գնալու եմ Բյուրեղավանից ու դրա համար էլ շատ կարևոր է, որ ամեն ինչը հասցնեմ, որովհետև նրանց այստեղ չեմ կարող թողնել։ Խոսքս այն կենդանիների մասին է, որոնց համար ես պատասխանատու եմ, ոչ թե միայն կերակրում եմ։ Եկեք սիրուններս, փոփուշներս եկեք տեսնեմ, ինչա լինում վերջ։ Եկեք, մյուսն ուրա, եկեք, ուր էր թե այսպես կանչեի, գայք, նստեիք մեքենա ու գնայինք ուրիշ տեղ։ Ամենախոցելին նաև այս վախկոտների խումբն է իրականում, սպիտակ,
Բայց որ օրինակ ես քեզ ուզենամ ձեռք տամ կամ գրկեմ մեքենա դնեմ, կնստես։ Չէ, հա, դու էլ չես, միշտ գիտեմ։ Դե լավ, եկեք հիմա խոսեմ այդ մասին նաև։ Գնա արջուկ, գնա։ Արջուկը ճիշտ է։ Կողմում է մոտ։ Դե լավ, վերջացրու, դու հաճում ես ինձ ողջունելու, իրանք մտածում են իմ վրա ես հաճում, քեզ նեղացնում։ Արի սպիտակ, արի։ Խնդրեմ, մի վախկոտիկն էլ այնտեղ է նստել սպասում, հասկացա։ Հակիսն իր հատ հիմա կերակրում եմ ձայնը։ Կեր, դու էլ էստեղ կեր, դրանք էլ այնտեղ։ Հարգելի հետևորդներ, խնդրում եմ ինձ հուշեք, Հայաստանում կա հնարավորություն ինչ-որ տարբերակներ բռնելու վախկոտ շներին և մի տեղից մյուս տեղ տեղափոխելու համար։ Բացի ապաստանից ես նաև տեղափոխվելու եմ շուտով Բյուրեղավանից և բոլոր իմ կերակրող շներին չէ, որ կարող եմ տանել, այն շները, որոնք ունեն շենքում իրենց սիրող, կերակրող, նրանք մնալու են։ Իրականում այս վախկոտների խումբը, այս խմբի մասին է խոսքը, ամենախոցելին են իրականում և նրանց պետք է տանեմ, սակայն նրանց տանելը մեծ խնդիր է, որովհետև նրանք չբռնվող են, ուղղակի չես կարող վերցնել, դնել մեքենան։ Նրանք անգամ այս վախկոտիկը, եթե բռնեմ, բնականաբար նաև կստերջացնեմ, նոր կտանեմ, որովհետև նա դեռ ստերջացված չէ և բռնող չէ։ Ուղղակի մարդկային ուժով մոտենալ, բռնել, նույնիսկ այն Հայաստանում տարածված վտանգավոր մի քիչ ստրեսային ձևով ձողով անգամ հնարավոր չի բռնել, որովհետև ժամանակին այդպես ցանկացան բռնել սպիտակին, այդպես էլ չստացվեց։ Սպիտակին հրաշքով միայն կարողացա բռնել, բազմիցս եմ ասել, երբ նա ձագեր ուներ, փակ տեղում էր գտնվում, ուժով պարզապես բռնել եմ։ Իսկ տարածության մեջ բռնել վախկոտ կենդանիներին դա անհնարինության աստիճան մի բան է։ Խնդրում եմ ինձ օգնել, որպեսզի ես կարողանամ այս 5 կենդանուն մոտ ապագայում տեղափոխել, այլապես ես չգիտեմ արդեն ինչ կարող եմ անել։ Եթե ես այսօր ամեն օր չլինեմ այստեղ և նրանց չկերակրեմ, դա բարդ խնդիր է։ Խնդրում եմ ինձ աջակցել, օգնել, եթե գիտեք ինչ-որ տարբերակներ։ 8 տարվա շունը սպիտակին ես չեմ կարող նրան թողնել գնալ, նա պարզապես շունչ է, որին ես կերակրում եմ։ Բյուրեղավանում ես շատ շների եմ կերակրում, բայց նա պարզապես շունչ է, որին կերակրում եմ, այլ իմ խնամքի տակ գտնվող և մի ամբողջ կյանք իր համար, մի ամբողջ կյանք ինձ հետ ապրած։ Խնդրում եմ չլինել անտարբեր, ինձ իսկապես օգնություն է պետք, սրտացավ, կենդանասեր մարդկանց օգնություն, որ ես կարողանամ հաջողել։ Իրականում ես ինքս այս պահին ամենաստրեսային վիճակում եմ գտնվում, որովհետև չունեմ հնարավորություն, ապավինում եմ ձեր աջակցությանը։ Բաժանվում եմ երկու մասի, թողնել չեմ կարող, բռնել նրանք թույլ չեն տալիս։ Միթե չկա, ամբողջ աշխարհում կան տարբեր, նույնիսկ ամենամոտ Ռուսաստանում կան տարբերակներ, միայն Հայաստանն է, որ չկա կամ եղածն էլ չեղածի հաշիվ է։ Օգնեք, խնդրում եմ, շատ կարևոր է մնացած խնդիրների հետ մեկտեղ։ Այնքան շատ են, որ չգիտեմ, որ մեկից խոսեմ, որ մեկից չխոսեմ, իսկապես խնդիրները շատ են, կփորձեմ անդրադառնալ։ Իրականում անասելի դժվար է, նրանց թողնել չեմ կարող, որովհետև նրանք ինձ են սպասում առավել քան որևէ կենդանի։ Կան կենդանիներ, որոնք մարդամոտ են, տեսնելուց ինձ ուրախանում են, որովհետև կերակրում եմ, բայց նրանք նորից եմ կրկնվելու երևի, բայց չեն գտնվում իմ խնամքի տակ, այսինքն նրանց խնամքը ես չեմ ստանձնել, նրանց պարզապես կերակրում եմ, իսկ ես Բյուրեղավանում շատ կենդանիներ եմ կերակրում։ Նրանք ինձ ամեն օր են սպասելու, ես թողնել և գնալ չեմ կարող։ Վախկոտ կենդանիներից խմբից միայն արջուկն է, որ թույլ է տալիս իրեն դիպչել, առաջ հնարավոր չէր անգամ մոտենալ։ Մնացածը տեսեք, ինչ հեռավորություն եմ պահում, միայն կերը, մոտեցնելով կարող է։ Սպիտակը, սևուկը, այս 3-ն էին առաջ, այս 2 վախկոտիկներն էլ եկան գտան ու արդեն սպասում են։ Ճիշտ է, արջուկը հաղթահարել է վախը, բայց ասեմ, թե կարող եմ հանգիստ նրան մեքենա նստացնել, կարծում եմ դժվար կլինի ամեն դեպքում։ Շատ անելանելի վիճակի մեջ եմ հայտնվել։ Խնդրում եմ բոլորի օգնությունը, աջակցությունը։
Մարդը եկե, ասում է կերերն ինչի եք այստեղ լցնում, ես ես շենքի հետևն են մնում, շները հավաքվում են, հետևը երեխա են մնում, այս կողմ են կողմ, դե շներն իհարկե փախան, տեսակ ոչ մի շուն չմնաց, ընդամենը մարդ անցավ կամ ու մեքենա վերջ, դե արի մարդկանց բացատրի, որ այս շներն անգամ ինձ, իրենց կերակրողին մոտ չեն գալիս, ուր մնաց ինչ-որ մեկի վրա հարձակվել, նրանք անգամ չեն հաչում, մարդ տեսան այնպես փախան, մեքենա տեսան այնպես փախան բոլորով, մեկը մնաց վերևում, միշտ 4-ը ուղղակի փախան, հիմա հասկանում եք չեն նրանց խնդիրը ինչքան հրատապ է, շենքում բնակվող շները, որոնք կարող է շենքում մեկը սիրի, չսիրի, մյուսը կերակրի, չկերակրի, այդպիսի խնդիր չունեն, ինչպես այս վախկոտիկները, ճիշտն ասած մինչև հիմա այդ մարդու ասացի վրա եմ մտածում, ասում ես շենքի հետնամասում եմ մնում, հետևն եմ մնում, ասենք եթե ինքը որոշել է գալ այստեղ մնալ տուն կառուցել, շները պետք է այստեղ չլինեն, չգիտեմ ինչ ասել, արդեն ոչ մի բան չեմ ուզում ասել, խնդրում եմ օգնել նրանց տեղափոխման հարցում, դա շատ հրատապ է, չգիտեմ բժիշկի են տարել, թե արդեն ձագուկը չկա, ռեքս էին կանչում, երբ ես անցնում էի, որ կերակրում էի, միշտ տեսնում էի, նա էլ չկա, չգիտեմ, օրը այսօր իսկապես այն չէր, բարև Գամփրո, գիտեմ դու ինձ ճանաչում ես, լավ ես վերաբերվում, բայց քեզ էլ են լավ վերաբերվում, դու կմնաս այստեղ, ես երբեմն քեզ կայցելեմ, Եվս մեկ շուն, որ ինձ պարզապես կերակրում եմ, ինքը ապրում է այս շենքերում, Սիրունի ու մյուսների հետ, երբ գամ, քեզ ապայման կկերակրեմ, բայց նրան նույնպես չեմ տանելու, հա Սիրուն ջան, մի նայիր այդպես, ճիշտ է, ես քեզ բուժել եմ, փրկել եմ, կերակրում եմ, բայց շենքում քեզ սիրում են ու դու կմնաս շենքում ամեն դեպքում, ես քեզ կայցելեմ Սիրուն, լավ, մի նայ նեղված, Սիրունս, դու սիրված ես շենքում, ես գիտեմ, անպայման երբ նեղը լինես, կգամ, չկասկածես, լավ, իսկ հիմա գնա, կեր, տես, Գամփրիկն ուտում է, մյուսը ուտում է, դու էլ գնա կեր, ճանապարհից գալուց կատուների խմբին էլ կերակրեցի, միայն կատուներից այստեղից սև ու սպիտակ փիսիկներ, որ որոշեց գալ մեր շենք ու հիմա նրան պետք է ստերջացնեմ, քանի վատ անակնկալ չի եղել, կեր Սիրունս, դու էլ կերեք, կերար Սիրուն, դե լավ մի նեղվի, տպավորությունը դու ամեն ինչ հասկանում ես, լավ կլինի, չմտածես, ես հյուր կգամ անպայման, Սիրուն ջան, մի նեղվի, դու այստեղ սիրված ես, քեզ սիրում են բոլորը այստեղ, լավ են վերաբերվում, քո համար ազատ ապրիր, լավ, որ նեղվես անպայման կգամ քո հետևից, տես ուտում է Գամփրիկը, դու էլ գնա կեր, դե լավ, խաղացեք, լավ եղեք, ինչ էլ մնաց հաստատ են մյուս կողմից սոված շներ կան, կգան կուտեն, քանի այստեղ եմ թող ուտեն, երբեմն գամ բյուրեղավան, կկերակրեմ բոլոր շներին, որոնք կհանդիպեն ինձ, որոնց տեղերը գրեթե մեծամասնության այս կողմի անգիր գիտեմ, նախ ինձ ուղեկցել պետք չի, որ մի հատ է կռիվ չանեք, որ մեկը ուղեկցի, որ մեկը չէ, Սիրուն ջան, քեզ էլ են սիրում, դու էլ կմնաս, ես քեզ մեկ-մեկ կայցելեմ, տեսնում եք Սամին, Սամը նույնպես այստեղի շունը երկար տարիներ, նա նույնպես կմնա, ես երբեմն նրան կայցելեմ, կեր Սիրունս, ես գնացի,